Գյումրիում վերջին տարիներին իրականացված ինտենսիվ ասֆալտապատման աշխատանքներն իրենց հետ բերել են նոր մարտահրավեր, հարթ փողոցներում վարորդներն հաճախ գերազանցում են արագությունը, վտանգելով հետիոտների կյանքը։ Ի պատասխան բնակիչների բազմաթիվ ահազանգերի ու դիմումների, Գյումրու քաղաքապետարանն օպերատիվ լուծում է տվել խնդրին։ Քաղաքի առավել բանուկ ու վտանգավոր համարվող 8 հասցեներում տեղադրվել են արագության սահմանափակման ռետինե արհեստական անհարթություններ։ Ինչպես հայտնում է Գյումրու քաղաքապետարանի ճանապարհաշինության ներդրումային ծրագրերի փորձագետը, քաղաքապետարանն ստացել էր արհեստական անհարթություններ տեղադրելու վերաբերյալ շուրջ 40 դիմում։ Ֆինանսական ներկայացությունների սահմաններում մրցույթով առայժմ ձեռք է բերվել 10 կոմպլեկտ։ Մրցույթը հայտարարվել էր Երևանի կազմակերպությունների մրցույթը շահ է, գնումներն հետը միասին իրանք ձեռք են բերել տվյալ անհարթությունները, իրանք է բերել տեղադրել են մեր հսկողությամբ տակ։ Փողոցների ընտրությունը կատարվել է քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի հրամանով, հաշվի առնելով տվյալ հատվածների կարևորությունն ու վտանգավորության աստիճանը։ Առաջնահերթությունը տրվել է դպրոցների, մանկապարտեզների, հարակից գոտիներին եւ բանուկ խաչմերուկներին, երեխաների ու հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առանձնացվել են այնպիսի փողոցներ, որոնք պարտադիր պետք է լինեին հարթ ու վերանորոգված, քանի որ հենց այդտեղ են վարորդները զարգացնում բարձր արագություն։ Բացի այդ, այս կոնստրուկցիաները չի կարելի տեղադրել քանդված ճանապարհներին, նշում է փորձագետը։ Այս կոնստրուկցիաները, որ անհարթությունների վրա չի կարելի տեղադրել։ Շուտ կփոխվի։ Սրանք բավականին դիմացկուն են, ասում է Ալթունյանը։ Ընդհանուր առմամբ աշխատանքներ իրականացվել են 8 փողոցներում։ Տեղադրված ռետինե անհարթությունների երկարությունը տարբեր է կախված տվյալ փողոցի լայնքից։ Դրանք նախատեսված են առավելագույնը 30 կմ/ժ արագության պահպանման համար։ Սա Տոլստոյ ներսես շնորհալի խաչմերուկն է, որտեղ տեղադրվել է 2 անհարթություն։ Այն քաղաքի ամենավտանգավոր կետերից մեկն է, նշում է փորձագետը։ Այստեղ շատ վտանգավոր խաչմերուկ է, բնակիչները ցույց են տվել իրենց նկարները, 4-5 վտար եղել են այս խաչմերուկում։ Քաղաքապետը որոշեց, որ այստեղ անպայման պետք է տեղադրել։ Մատնիշյան փողոցում եւս տեղադրվել է 2 անհարթություն, մեկական անհարթություններ են տեղադրվել հետեւյալ հասցեներում՝ Ալավերդյան, Հունանավետիսյան, Գերցենի, Ներսես Շնորհալու, Պարոնյանի փողոցներում, Անի թաղամասում էլ Դոսաֆի դիմաց։ Բնակիչները մեծապես գոհ եւ շնորհակալ են օպերատիվ արձագանքի համար, իսկ քաղաքում դեռևս կա նմանատիպ կառուցվածքների անհրաժեշտություն։ Ցավոք, ներկայումս փողոցների հիմնանորոգման նախագծման փուլում նման անհարթությունների կառուցում չի նախատեսվում։ Չէ, առայժմ չի նախատեսվում, բայց հույսով եմ սրանից հետո արդեն ծրագրերի մեջ հնարավոր է մտցնել, որովհետեւ սրանքի հետ այս անհարթություններն հետը մտցել, որ կարևոր տեղերում տեղադրվի։ Քաղաքապետարանի պատասխանատուները լիահույս են, որ այս նախաձեռնությունը հաջողված նախադեպ կդառնա ապագայի համար։ Տեղական իշխանությունների օպերատիվ արձագանքը փաստեց, որ անվտանգության առնչվող խնդիրները կարող են լուծվել արագ ու արդյունավետ։ Իսկ առաջիկա ճանապարհաշինական ծրագրերում այս բաղադրիչի պարտադիր ներառումը կդառնա գյումրեցի հետիոտների, հատկապես երեխաների անվտանգ երթևեկության գլխավոր երաշխիքը։